հարցի լուսաբանմանը։ Այս պահին մենք կավարտենք այս մեր բողոքի գործողությունը, բայց բողոքի գործողությունները լինելու են շարունակական մինչև դադարի այդ ապօրինի շինարարությունը։ Այս պահին կարող ենք ասել, որ տարբեր ուղղություններով, այդ թվում նաև իրավական ուղղությամբ հայցեր են ներկայացվել դատարան։ Հայցերին դեռ այդ մեր ակնկալված ընթացքը չի տրվել, դատարանները ձգձգում են, բայց այնուամենայնիվ այս ապօրինի շինարարությունը կանգնելու է։ Այդ Ադամիկում ՍՊ-ին կոչ ենք անում այն գումարները, որը փոխանցել եք Աննա Հակոբյանի ֆոնդերին, ում հետ որ գնացել են ձեր ներկայացուցիչ տղամարդիկ ճաշելու, փոխանցելու, դա լինելու է ապարդյուն։ Ինչքան է գումար ծախսեք, այդ տարածքը լինելու է կանաչ գոտի։ Դա չի կարող լինել այդ ձեր երազած, ձեր ախորժակը բավարարող, շրջարում է ներքև զրոնիշից 3 հարգանի ստորգետնյա տարածք և չի կարող լինել 9 հարկանի այդտեղ շենք։ Դա բացառվում է։ Այդ նույն այդ Ադամիկում ՍՊ-ի ներկայացուցիչները, ովքեր մեզ հայտնեցին, որ իրենք քավոր սանիկ են Ավինյան Տիգրանի հետ, նույնպես պատժվելու են, այն էլ ստանալու են քրեական պատիժներ։ Այդ օրը գալու է, հիշեք ձեր անցյալը, հիշեք ոնց եք գաղթել Արցվաշենից, երբևիցե Երևանում ոչ մի բնակության հնարավորություն չեք ունեցել, հիմա եկել եք երևանցիների տներն եք քանդում, դա ձեզ չի ներվելու։ Ադամիկում եք, Վահրամ, չգիտեմ, Ադամյան եք, ով գնել է այդ տարածքը կոպեկտերով, հետո խարդախ ինչ-որ գործարքով վաճառել է Ադամիկում ՍՊ-ին, որը նույն իրեն է պատկանում բաժնեմասով։ Այսինքն մենք բոլոր այդ փաստաթղթերի հետ ծանոթ ենք, ձեր խարդախությունները արձանագրվել են, այդ խարդախություններին ընթացք է տրվելու իրավապահ մարմինների կողմից։ Մի մտածեք, որ այդ ընթացքը շատ ուշանալու է։ Այսքան այսօր։